Օրերս հայտնի դարձավ, որ Լոնդոնի ֆինանսական կենտրոնի առանցքային կառույցներից մեկում առաջին անգամ հայկական ընկերության անուն է հայտնվել։ Ամերիաբանկը որպես Lion Finance Group միջազգային ֆինանսական խմբի անդամ ընդգրկվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի FTSE 100 ինդեքսում։ Սա առաջին դեպքն է, երբ մեր տարածաշրջանից որևէ կառույց ընդգրկվում է այդ ցուցակում, հայտնվելով համաշխարհային հսկաներ HSBC-ի, Barclays-ի, Rolls-Royce Holdings-ի, Unilever-ի և AstraZeneca-ի կողքին։ Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը նշում է, այս ինդեքսում ընդգրկվելու սկզբունքները շատ խիստ են։ Այդտեղ շատ ուժեղ մրցակցություն է տեղի ունենում բոլոր խոշոր ընկերությունների միջև, որոնք եւ համապատասխանում են բարձր ստանդարտներին եւ շարունակաբար կատարելագործում են, բարելավում են իրենց ծառայությունները, on-line-ում են իրենց աշխարհագրությունը ծառայությունների։ Այդպիսի միջավայրում հայտնվելը շատ նման է Չեմպիոնների լիգայում հայտնվելու ֆուտբոլային թիմերի, որոնք անընդհատ պետքա պայքարի մեջ լինեն, որպեսզի իրենց այդտեղը պայքարեն։ Սա շատ բարենպաստ միջավայր է ցանկացած տեսակի բիզնեսի համար, որ իր ներքին դրայվը չկորցնի։ FTSE 100 ինդեքսը ներառում է Լոնդոնի ֆոնդային բորսայում շուկայական կապիտալիզացիայով ամենախոշոր 100 ընկերություններին։ Այստեղ հայտնվելը միջազգային ֆինանսական շուկաների համար հստակ ազդակ է, վստահություն։ Երբ որ դու հայտարարում ես, որ դու գտնվում ես մի խմբում, որը հայտնված է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված խոշորագույն ընկերությունների ցանկում, դու կարիք չունես շատ բան պատմել արդեն քո ընկերության մասին, որովհետև շատ բաներ արդեն ինքնին հասկանալի են։ Սա նշանակում արդեն միջազգային հարթակում ավելի վստահելի գործընկերոջ կարգավիճակի հաստատում, ավելի ընդլայնում պոտենցիալ գործընկերների ցանկը միջազգային շուկայում։ Ֆինանսական ինստիտուտներից մեկի որպես գլոբալ խաղացող հանդես գալը մեծացնում է վստահությունը ոչ միայն ֆինանսաբանկային ոլորտի, այլ ընդհանրապես Հայաստանի նկատմամբ։ Սա հնարավորություն է, որ համաշխարհային ֆինանսական շուկաներում ավելի հաճախ լսեն մեր երկրի անունը։ Կենտրոնական բանկից եւս ընդգծում են իրադարձության կարևորությունը, նշելով, որ վստահելի ֆինանսական համակարգը երկրի այցեքարտն է ներդրողների համար։ Մենք եւս մեկ քայլ արեցինք, որպեսզի թե բանկային համակարգը, թե մեր տնտեսությունը միջազգային ասպարեզում ավելի լավ երևա եւ հստակ Հայաստանի Հանրապետություն դնենք միջազգային քարտեզի վրա։ Այդ տեսանկյունից հատկապես ֆինանսական համակարգի համար դա շատ կարեւոր է, որովհետեւ ֆինանսական համակարգը, ֆինանսական բիզնեսը ինքը գլոբալ բիզնես է, այսինքն միշտ երբ որ ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ մի երկիր մտնի որպես ներդրող, ինքը միշտ նայում է, թե այդ երկրի կառույցները, հիմնական ֆինանսական ինստիտուտները ինչպիսին են։ Սա կբարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը եւ կստեղծի լրացուցիչ հնարավորություններ երկրի երկարաժամկետ զարգացման համար։ Մեր հաջողությունը հաստատում է Ամերիաբանկի զարգացման ռազմավարության կենսունակությունը, որը հիմնված է հաճախորդակենտրոն մոտեցման և թվայնացման ժամանակակից լուծումների ներդրման վրա։ Ամերիաբանկում իրենց հաջողությունը կապում են երկու հիմնական ուղղության հետ։ Առաջինը դա հաճախորդների բազայի ընդլայնումն է, որի արդյունքում վերջին 2 տարվա ընթացքում բանկին հաջողվել է 2 անգամ ավելացնել հաճախորդների քանակը 400,000-ից հասցնելով 800,000-ի։ Սակայն միայն հաճախորդների բազայի աճը բավարար չէր լինի նման հաջողության համար, եւ այդ առումով շատ կարեւոր է նաեւ թվային զարգացման ռազմավարությունը եւ տեխնոլոգիական ընդհանրապես զարգացման ուղղությունը։ Արման Բարսեղյանն ընդգծում է, այսօր Ամերիաբանկի գործարքների շուրջ 99%-ը կատարվում է թվային հարթակներով, մասնաճյուղերից դուրս, թվային լուծումների, My Ameria, My Home, My Car եւ My Business հարթակների միջոցով։ Մասնագետները փաստում են, Ամերիաբանկի այս հաջողությունը միայն մեկ բանկի պատմություն չէ, այն նոր նշաձող է մեր երկրի ֆինանսաբանկային ոլորտի համար։